Սիրելի հայրենակիցներ, ուրեմն հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում ընտրությունների ձայների հաշվարկի գիշերը ակնհայտ էր, որ Բարգավաճ Հայաստանը ունի շուրջ 5% քվե, բայց իշխանությունները դիմեցին աճպարարության, ձայների հաշվարկի օնլայն հեռարձակումը կասեցրեցին, իսկ առավոտյան հայտարարեցին, որ իբրև թե Բարգավաճ Հայաստանի ձայները 3,999,000 է։ Պակասող 59 ձայների հաշվարկի, վերահաշվարկի և վերականգնման ակնկալիքով ներկայացվեցին վերահաշվարկի դիմումներ և որի արդյունքում այդ պահանջվող ձայները մի բան էլ ավելի վերականգնվեցին և ակնհայտ դարձավ, որ այդ խնդիրը լուծված է և իրենց անփութության, իրենց վատ կազմակերպված աշխատանքի պատճառով այդ իրականում գոյություն ունեցած, բայց չամրագրված ձայները ապահովում են Բարգավաճ Հայաստանի մուտքը պարլամենտ և այնտեղ պատկերը փոխվում է Բարգավաճ Հայաստանի մուտքով։ Ուրեմն նախորդին Փաշինյան Նիկոլը իր ասուլիսում ագրեսիայի և անհանդուրժողականության սպառնալիքների հերթական չափաբաժին է արձակելով, անուղղակիորեն նաև հրահանգ տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի վերանայվեն այդ արդյունքները, որի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տաքսային տարբերակով գնաց երկու տեղամասում քննարկության արդյունքները չեղյալ համարելու տարբերակով, բայց ինչպես օրենքն է պահանջում, նույն որոշումով չամրագրեց նոր ընտրության օր այդ երկու ընտրատեղամասերի համար։ Դա օրենսգրության պահանջ է և կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ամենահրատապ տարբերակով միանգամից կայացնել որոշում, որ այդ երկու ընտրատեղամասերում անպայման տեղի ունենա նոր քննարկություն։ Եթե հանկարծ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտքով անցնի գնալ հակաօրինական գործունեության իր պատվերը կատարելու այդ կոմսոմոլական պատրաստակամության մեջ բոլոր օրինական կարմիր գծերը հատի, պիտի իրավ իմանա, որ ինքը դառնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության արատավոր և խայտառակ հետևանքների հավասար պատասխանատու և անպայման ենթարկվելու է համաժողովրդական պատասխանատվության։ Դիտակ և պարոնայք քպրականներ, դուք քվեի գողեր եք, դուք ժողովրդի քվեն գողացողներ եք, դուք քաղաքացու քվեն վերանայողներ եք, դուք վախեցած եք, դուք իրականությունից արդեն կտրվում եք, հանկարծ չմտածեք, թե այդ 49%-ը ձեզ բերելու է ձեր ուզած բաղձալի իշխանությունը և լկտիության հնարավոր հետագա ինդուլգենցիաները։ Ակնհայտ է, որ դուք չունեք մեղմ ասած նախկին ռեյտինգը, ընդդիմությունը շատ բարձր ցուցանիշներով ձայն է հավաքել, ֆիքսված է շուրջ 550,000 ձեզ մերժող քաղաքացի և հետագայում արդեն իշխանափոխությունից հետո շատ ավելի հստակ ձևով ջրի երես դուրս կգան, թե դուք ինչ վարչական ռեսուրսի, վախի, ուղղորդման մեթոդներ եք կիրառել, որպեսզի կարողանաք ձեր թվանկարչությունը ապահովել։ Հիմա Վահագն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, Ֆեյք Մոդիլյանի բավականանկարչության պատվերները թունես, ոնց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ես որպես անտաղանդ, առավել ևս անտաղանդ ես որպես նկարիչ, ոչ մի կեղծիք, ոչ մի պատվեր, ոչ մի ուղղորդում, ոչ մի իշխանական հրահանգ երբեք չի մնում անհետևանք, վաղ թե ուշ պատասխանատվությունը փակելու է յուրաքանչյուր անձի դուռը։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, այս իշխանություններին, այս ընտրակեղծիքներին ասում ենք ոչ,
ասում ենք ոչ, ասում ենք ոչ, ասում ենք ոչ։